Nice one. Բգիլեյ։ Մտապահիր կենթանիներին, այսպես է կոչվում կրթական նոր խաղը։ Տպերի մեջ էլ անեն։ Արևորտի բնապահպանական կազմակերպության մտահղացումը, որ իրականություն է դարձել Յուքոմի աջակցությամբ։ Օ, կանաչ փայտփոր։ Խնկոապոր գրադարանի ամառային դպրոցում կարելի է սովորել մտապահել կենթանիներին։ Խաղի շնորհիվ երեխաները ծանոթանում են Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին, արդյունքում զարգացնում հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։ Շատ ենք աշխատում երեխաների հետ եւ կենսաբազմազանության մասին ընդհանուր գիտելիքը այդքան էլ տարածված չի։ Արևորտի կազմակերպության նախագահ Սոնա Քալանթարյանը վստահեցնում է, խաղը միայն երեխաների համար չէ, խաղից սովորել ու հաճույք ստանալ կարող են նաեւ մեծահասակները։ Առաջին հայացքից մեն երեխաների համար է, բայց բոլորս էլ ունենք կարիք մեր հիշողությունը զարգացնելու եւ բոլորս էլ ունենք կարիք այդ տարբեր կենթայիներին, թռչուններին եւ բույսերին ճանաչելու եւ սկսեցինք այսպես այս խաղը մշակել։ Խաղն այսօր երեխաների ձեռքում է Յուքոմի շնորհիվ։ Կանաչ ընկերությունն ամեն ինչ արել է, որպեսզի մարդիկ կարողանան փոքր տարիքից ճանաչել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու եզակի կենթանիներին, սովորեն սիրել ու պահպանել բնությունը, դառնալով բնության ապագա պաշտպաններ։ Յուքոմը այնքան կարևորում է այսպիսի ծրագրեր կամ նախաձեռնություններ, որտեղ մի կողմից մեր աշխարհը, հայկական աշխարհը այնքան լի է ու հարուստ է բազմազանությամբ, մյուս կողմից ամենաճիշտն է այդ սովորացնել, փոխանցել հաջորդ սերունդներին, սկսելով փոքր տարիքից։ Փոքր տարիքից եւ որ մանուկներին կամ երեխեքին սովորացնում ենք, իրենց մոտ տպավորվում է։ Խաղն առաջին անգամ խաղում են Խնկոապոր գրադարանի ամառային դպրոցի սաները։ Գրադարանի փոխտնօրենն ասում է, հենց սա է երեխաներին կրթելու լավագույն մեթոդը։ Այս խաղը շատ կարևոր ներդրում էր գրադարանի համար, մենք բազմաթիվ խաղեր ունենք, ուսուցողական, կրթական խաղեր, բայց կարծում եմ սա նորություն էր մեզ համար։ Սա դեռ ամենը չէ, Արևորտին ու Յուքոմը դեռ հայտնելու են գրքերի հրատարակումների, ֆիլմերի ցուցադրությունների մասին։ Առայժմ առաջարկում են մտապահել կենթանիներին։ Լանա Համբարձումյան, Լիլիթ Խալաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։